արդեն շուրջ 25 տարվա ավանդույթ է։ Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի է տարվում Շուրիշկանի հրաշագործ ավետարանը։ Շուրիշկանի ավետարանը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թվականին։ Ավետարանը 1603-ից 1604 թվականներին պարսկաթուրքական պատերազմի ընթացքում Շահ Աբասի նախաձեռնած շուրջ 5000 հայերի տեղահանության հետևանքով հայտնվել էր Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում, որտեղից էլ եկել է անվանումը։ Բազմաթիվ հավատացյալների ուղեկցությամբ ավետարանը բերվեց եկեղեցի, մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչ հոգևորականն էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Հոգևորականի խոսքով Շուրիշկանի ավետարանը հստակ պատգամում է, որ Աստված խոսում է մարդկանց հետ։ Խոսում է ամեն Կիրակի մեր սուրբ խորաններից, երբ մենք որպես համայնք միասնաբար երգում ենք ավետարանի հռչակումից առաջ ասե Աստված, որ նշանակում է Աստված խոսում է։ Մենք հավատում ենք, որ ոչ միայն մենք լսում ենք Աստծո խոսքը բովանդակային առումով, թե ինչ է խոսում, թեև գրաբար է խոսում, այլ հավատում ենք երևույթին, որ Աստված շարունակում է խոսել և իր պատգամը հավիտենական ճամփորդության մեզ ուղեկից դառնալ մեզ։ Կրկնազատիկը հարության, իրողության, իրականության, տոնի խորհրդի շարունակությունն է։ Այսօր մենք շարունակում ենք ապրել հարության խորհուրդը, այն հաղթանակը, որ Տերը տարավ մահվան նկատմամբ մեզ պարգևելով հավիտենական կյանքի հույսն ու հնարավորությունը, բայց այդ ճանապարհին հասնելու համար մենք դեռևս ունենք բազմաթիվ ջանք գործադրելու, ճանապարհ անցնելու, ուղի անցնելու պարտականություն։ Մեր Տերը հարություն առավ, որովհետև սիրեց։ Օրվա ավետարանը շատ բարձր արծվային թռիչքով է մեզ ներկայացնում Աստծո խոսքը։ Ասում է, ի սկզբանե էր բանը, բանը Աստծու մոտ էր և բանը Աստված էր, և բանը մարմին եղև և բնակյաց մեզ և մեկ տեսակս փառս նորա։ Աստծո խոսքը, Աստծո որդին իր անսահմանությունից մտավ սահմանի մեջ, անժամանակից մտավ ժամանակի մեջ, իր փառքից մտավ մեր մարդկային թշվառության մեջ, Աստծո խոսքը մարմին առավ, մարմնացավ, եթե կուզեք ավետարանի բառով, միս ընդունեց, ավետարանը հմայիլ չէ, այդ դեպքում մենք կնմանվենք կույր մարդու, որ ընդամենը շոշափելով է քայլում, ընդամենը շոշափում է, մինչդեռ ավետարանը բովանդակում է Աստծո խոսքը, որը լույս է մեզ համար, լուսավորություն է, որ մենք կոչված ենք այդ խոսքը լսելու, կատարելու, մարմին դարձնելու մեր կյանքում։ Մենք ոչ միայն այս Կիրակի օրվա խորհրդին համահունչ կոչված ենք մեր կյանքը վերափոխելու, վերանորոգվելու, հարության հաղթանակով մեր հույսը, հավատը, սերը ամրապնդելու, այլ նաև կոչված ենք վկա լինելու։ Հայրերը այս լույսի օրինակը բերում են Արեգակի և լուսնի նմանողությամբ։ Արեգակը Քրիստոս է։ Մենք, որպես եկեղեցի, լուսինն ենք։ Լուսինն էլ իր լույսը չունի։ Արեգակից վերցնում է լույսը և անդրադարձնում։ Այսօր մենք կոչված ենք որպես հավատացյալներ, որպես քրիստոնյաներ, որպես հայ քրիստոնյաներ, որ այսպիսի շքեղ ավետարան ենք կերտել, կոչված ենք Արեգակից լույսը վերցնելու և արտացոլելու մեր կյանքում, անդրադարձնելու մեր կյանքում, լուսնի դեր կատարելու, եթե կուզեք։ Այս ավետարանը ինձ համար Աստծո խոսքը լսելու և ապրելու համար, այլապես հմայիլ կլինի, իմ խնդրանքը բոլորիդ, չինական առածը հիշեմ և եզրափակեմ, ասում է
մի մարդ մատով ցույց էր տալիս լույսը երկնքում, լույսի նկար չգիտեմ արեգակը, կողքին հավաքված անմիտները նայում էին նրա մատին, եկեք չնայենք մատին, եկեք նայենք, թե այս ավետարանը ինչ նպատակով է, լավ, մեր փրկության, մեր հարութենական հավատքի հաղթանակի համար թողնի։ Ուրեմն այսօր կրկնազատիկի այս սուրբ օղաղիթով նորից ուզում եմ շնորհավորել բոլորիդ Քրիստոս Արիավի մեռելոց եւ չմոռանանք, որ մենք հաղթական եկեղեցու զավակներ ենք, հաղթական Տիրոջ հետևորդներ ենք, հաղթական ազգի ուրեմն որդիներ ենք։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը մեզ ամենքիս հետ։ Ամեն։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ասաց, որ ողջ գիշեր եկեղեցում աղոթք է կատարվել, ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ։ Արագածոտնի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այս տարի եւս կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադանից 6 տարյա հնամենի հրաշագործ եւ խնդրակատար Շուրիշկանի ավետարանը բերվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ 3 գիշերվանից այստեղ աղոթք է կատարվում, ողջ գիշեր հավատացյալ ժողովրդի հետ սաղմոսներ եւ աղոթքներ։ Մեր ժողովուրդը մեծ ողջավորությամբ, մեծ սպասումով, անհամբերությամբ սպասում է Շուրիշկանի ավետարանի օրհնությանն արժանանալուն։ Ես վստահ եմ, որ այսօր ամենքս կանգնած ավետարանի առջև խոնարհվելով, օրհնություն խնդրելով, խնդրում ենք, որ եկնավոր Տերը օրհնի մեր սուրբ հայրենիքը, օրհնի մեր սուրբ եկեղեցին, օրհնի բոլորիս։ Շուրիշկանի ավետարանին խոնարհվելու գալիս են տարբեր կողմերից։ Այս տարի եւս ունենք արտերկրից ժամանած մարդիկ, ովքեր նախապես մեզ հետ պայմանավորվելով, ունենալով առողջական խնդիրներ, ունենալով տարաբնույթ խնդիրներ, հարության ավետիս իրենց շուրթերին շտապում են կրկնազատկին Սուրբ Գևորգ եկեղեցի հաղորդակցվելու։ Իմ աղոթքն է առ Աստված, որ այս միասնական աղոթքը, որ կրկնազատկի տոնին կատարվում է Սուրբ Գևորգ եկեղեցում, այդ միասնականության ոգին զարդարի մեր ժողովրդին։ Աղոթող լինենք մեկս մյուսի համար, Տիրոջ շնորհներով ապրենք, Տիրոջ շնորհները հայցենք, զորանանք հարության լույսով, կարողանանք ամեն մեկս Տիրոջից օրհնություն ստացած մեր խոնար սպասավորությունը եւ ծառայությունը բերել մեր ազգին եւ մեր ժողովրդին։ Արտերկրից հատուկ այսօրվա համար Հայաստան էին ժամանել հրաշագործ ավետարանը մեր օրեր հասցրած Մաթեւոս Ծառուկյանի թոռները։ Նրանք ամեն տարի կրկնազատկի տոնին գալիս են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Դա իրենց ընտանիքում արդեն ավանդույթ է։ Եկել են Գերմանիայից ներկա գտնվելու Շուրիշկանի հրաշագործ Սուրբ ավետարանի ուղեկցությամբ եկել ենք մասնակցել Սուրբ Պատարագին։ Մեր համար ավանդություն է դարել մասնակցենք Շուրիշկանի հրաշագործ ավետարանի կրկնազատիկի արարողությանը։ Ավետարանը մեր տունն է եղել, միջև եկեղեցի պատրաստելը։ Մեծ պապի Սաղուլի, Ծառուկի, Մաթեոսի, ոնց մեր տանն է եղել, միջև հասելա վերջի սերունդը։ Ավետարանը խավատացյալինն է, բայց մեր տանն է եղել, դա մեր սեփականությունն է եղել, ոնց որ ամեն տուն ունի իր սեփականություն, այդպես ժառանգությունը մենք ենք կրել ու ամենագլխավոր բանը այս ամեն ինչի միջից գնահատում եմ, որ Աստված վստահել է ավետարանը մեր ազգին, կարծում եմ, գտնում եմ, որ հենց իրենց մաքրության համար, որովհետև շատ մասունքներ եւ սրբություններ ա եղել, որ ճանապարհին կորել է, չի հասել նպատակին։ Բայց մենք մի քանի անգամ եղել է դեպքեր, որ գողացել են ավետարանը եւ մենք տենց ունևոր չենք եղել, բայց պահել ենք ու փառք Աստծո, որ այսօր վայելում ենք Քրիստոսի սերը, եկել ենք այստեղ նորից օրհնություն ստանանք, նորից հիշենք, նորից ինչու՞ չէ եւ հպարտանանք Տիրոջով։ Պատմությունների հրաշագործությունների մասին կարող եմ ասել, որ մի 2-3 անգամ հենց դեպք հայել է, որ գողացել են։ Մի դեպքում, որ ման են եկել, մի պարսիկին ասել, որ գիտեք, իմացել է, որ ման են գալի, ու անպապից դեռ ժամանակ ասել է, որ այն տանը երեկոյան ոնց որ պայծառ ճրակ վառվի ու այդ արդեն ուղացույց է մեր համար,
Մեր պապերի համար գնացել են ու տեսել են, որ իրոք ավետարանը տեղել է, լույսով են իմացածել։ Դել չենք խոսում, որ ասենք ինչքան հիվանդներ է բուժվել, ինքը հրաշագործ ավետարանա։ Իրոք ամենազորություն բանը որ հրաշքներ է, ինչքան հիվանդներ է գործել Իսվահանում։ Ամբողջ մի հիվանդանոց է գնացել բուժել հիվանդներին, որ այնց հիվանդները գնացել են կուսակրոն քահանա են դարել։ Զգացել են, որ սա ինչ է կատարվում։ Ուրեմն Մաթեոս Պապը գիրքը բերել էր Թերան, որ դեսպանատունով հաստատեր, որ բերեին Հայաստան։ Ու այդ կարճ ժամանակում մի քանի ժամով հենց Պապայի տան մեջ զարքեշում։ Մամային վստահեց, որ պահի, հեսա այդ մենք գործեր կար անենք, հետ գանք մաման իբր ավելի լավ թաքցնելու համար դրել էր կառավատի տակ ու ննջել էր մի քիչ։ Չանցած երևի մի կես ժամ պապիկի հետ եկավ մամայից դեմքը, ես այդ վաղ 6 տարեկան երեխա եմ, այսօրվա պես հիշում եմ։ Մամայի դեմքը ավոր ուռել էր, բայց ոչ ատամի ցավ ուներ, ոչ ականջի, ընդհանրապես ոչ էլ մեղ ուներ կծե։ Պապիկը որ եկավ, նու խնդրեց, ասաց ուր է ավետարանը, Ղուրբան Լեթամյան, ինքը միշտ տենց էր ներկայանում։ Ավետարանը դուր մայրիկն ասավ, էսա, որ տեսա որ մաման կզանում է ներքևից է բերում, մի թեթև անարգյալից ձևով էլ մամային որ ոնց ասած ամոթակտուց որ ինչու ես բանել, իհարկե մաման որ լավ թաքցնելու համար, դե ասավ համբուրի ու քո գլխից վերև դի։ Այսքան որ պատմեմ այդ ժամանակա ընթացքում մամայի դեմքը իջավ իր տեղ։ Էդի մեր ընտանիքում իմ աչքի դեմ ու դրա հետ մեկտեղ 14 տարի ես խնդրելով սպասել եմ զավակ չեմ ունեցել, մի ունեմ մի հատ զավակ ու երկու հատ դուստր աղջիկ։ Հույսով, հավատքով բոլորը գասնեն ամեն ինչին, այս աշխարհը բոլորին ամեն ինչ հասանելի է։ Մենակ հույսով, հավատքով եւ մեծ սիրով։ Ավետարանի հրաշագործ լինելու մասին են վկայում նաև եկեղեցու բակում հավաքված հավատացյալները, նրանք ականատեսն են եղել իրական հրաշքների։ Մեզ հետ մի հատ կին կար, անցյալ տարի եկել էինք, ինքը այստեղ մի հատ ուռություն էր։ Ուրեմն մենք մտանք եկեղեցի, ինքը մի երկու անգամ վադացավ, շատ ուժեղ, գույնը թռուց, մենք վախեցանք, բայց վերջի անգամը որ գնաց ավետարանը համբուրելու, էլի մի քիչ ցավեց, ու ինքը խնդրեց, համբուրեց ու խնդրեց այստեղ դրեք։ Մենք եկեղեցուց դուրս եկանք, ուռուցը չկար։ Այսօր եկել եմ նախ մասնակցելու Սուրբ Պատարագին, ստանալու հաղորդություն եւ նաեւ Շուրիշկանի Սուրբ Ավետարանը համբուրեմ, քանի որ մեծ զորություն ունի, մեծ հավատքով եկել եմ Շուրիշկանի ավետարանը համբուրելու եւ հավատում եմ, որ մեծ զորություն ունի ավետարանը։ Խնդրանքը մեծ է, մեր հայազգին խաղաղություն, Հայաստան աշխարհիս խաղաղություն, հայազգը առողջ լինի, երջանիկ լինի եւ հավատքը չկորցնի, քանի որ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ ենք, պահենք, պահպանենք մեր կրոնը, մեր հավատքը